Բարև ձեզ, այսօր ես ես կներկայացնեմ գանձերի կղզի արկածային վեպի վերջին մասը՝ Սիլվերի անկումը։ Ծովահենները տեղից պոկվեցին և արագ գնացին գանձեր որոնելու, իսկ Սիլվերը կաղալով փորձեց հասնել նրանց։ Գնացինք ու մի տեղ կանգ առանք և տեսանք մեծ ու շատ մեծ փոս։ Երևի շատ վաղուց էին այդ փոսը փորել և բոլոր գանձերը վերցրել, ափսոս։ Փոսի մեջ բացի գանձերից կար նաև մի ցուցանակ, որի վրա գրված էր ծովածուլ, որ այդ ծովածուլը Ֆլինթի նավի անունն էր։ Ծովահեններին պարզ էր, որ արդեն ոսկիներ վերցրել ու տարել էին։ Սիլվերը գիտեր, որ նրան էին մեղադրելու, և այդ պատճառով նա աննկատ փոխանցեց ինձ ատրճանակ։ Փորձանքից հեռու, նա կամաց ասեց։ Ծովահեններից մեկը միայն մեկ ոսկի գտավ և ասացին. «Սա քո մեղքն է, Սիլվեր»։ Գազազատ ծովահենները փոսից ելան և հարձակվեցին Սիլվերի վրա։ Եվ այդ ժամանակ թփուտներից կրակոցների ձայն լսվեցին։ Երբ կրակեցին, երկու ծովահեն մեռան և այն կողմ ընկան, և մնացածը վախից փախան։ Թփերի ետևից դուրս եկան բժիշկ Լիվզը, Բենգանը և Գրեյ անունով մի նավաստի։ Մենք փրկված էին, նրանք փրկեցին մեզ։ Սիլվերն բժշկին ասաց. «Շնորհակալություն, Լիվզ, լավ պահին հասար»։ Սիլվերը Բենգանին հարցրեց. «Այդ դու էիր անտառում երգում 15 տղա մեռելի սունդուկի վրա յոհոհո և մի շիշրում»։ Բժիշկն ժպտալով նայեց Բենգանի դեմքին և ասաց. «Բենգանը լրիվ հերոս է»։ Պարզվում է, որ Բենգանին հաջողվել է վերցնել գանձերը ամիսներ առաջ։ Այդ նրա քլունգի պոչն էր մնացել փոսի մեջ։ Նա մաս գանձերը փոխանցել էր թաքստոց։ Եվ մենք հենց այդ ժամանակ գնացինք տեսնելու բենի քարանձավը։ Երբ հասանք այնտեղ, մեզ սպասում էին Սմոլետն ու Թրելոնին։ Քարանձավը շատ զարմանալի տեսք ուներ։ Այնտեղ կար ջուր, այդ ջրի մոտ քարեր։ Ես այնտեղ տեսա մի անկյունում լիքը ոսկեդրամներ և ծանր պարկեր փողերով։ Մենք գտել էինք գանձերը։ Սիլվերը Սմոլետին ասաց, որ ես վերադառնում եմ իմ խոհարար պաշտոնին։ Այդ գիշեր մենք շատ լավ ընթրեցինք։ Սիլվերը մի կողմից ուտելիք էր պատրաստում, մի կողմից մեր հետ ուտում։ Նա նորից դարձել էր նույն ժպտերես մարդը։ Հաջորդ առավոտ մենք սկսեցինք գանձերը նավ տանել։ Գանձերի մեջ կային ամեն երկրի փողեր։ Ինձ դուր էր գալի փողերը առանձնացնելու գործը։ Կղզու վրա մնացել էին 3 ծովահեններ, բայց մենք չենք կարող ռիսկի դիմել և մեր հետ տանել Անգլիա։ Մենք այդ 3 ծովահեններին թողեցինք ուտելիք, զենքեր, դեղեր և մեզ հետ վերցրեցինք Բենգանին և Սիլվերին։ Եվ ճանապարհ ընկանք դեպի տուն։ Մեր անձնակազմը փոքր էր։ Այդ պատճառով գնացինք նավահանգիստներից ամենամոտը, որ վարձենք նոր նավաստիներ։ Երբ վերադարձանք, Բենգանը նավում արդեն մենակ էր։ Սիլվերը հեռացել էր, իր հետ տանելով մի մեծ պարկ փողեր։ Բայց լավ է, որ Սիլվերից այդպես պրծանք, որովհետև նա կարող էր տանել ամբողջ ոսկիները։
Մենք հանգիստ ճամփորդեցինք դեպի Անգլիա։ Յուրաքանչյուրս ստացանք մեր քանակի գանձերը։ Բենգան իր փողերը ծախսեց մի քանի օրվա մեջ, բայց նա մնաց մեր քաղաքում։ Եվ շաբաթ-կիրակի Բենգանը երգում էր եկեղեցական երգեր։ Երկարահասակ Ջոնից էլ ոչ մի բան ես չլսեցի, բայց երբեմն տեսնում եմ երազումս գանձերի կղզին և լսում Սիլվերի թութակի ձայնը. «Պյասներ, պյասներ, պյասներ»։ Թե ինչ, կարծում եմ ձեզ դուր եկավ իմ ռադիո նյութը, կհանդիպենք մյուս գրքում։